Եվս մեկ քայլ առաջ Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Թուրքական լրատվամիջոցների տվյալով չվերթերը կիրականացվեն շաբաթական 7 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 11-ից։ Մայիսի 14-ից Ստամբուլ-Երևան չվերթերի շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Արդեն հունիսի 15-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական 14 անգամ։ Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես Ալիջան սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Երկուշաբթի կեսօրից հետո Հալեպում բախումներ են տեղի ունեցել սիրիական դեմոկրատական ուժերի եւ սիրիական բանակի միջև համատեղ վերահսկողության տակ գտնվող անցակետի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Հալեպում լուրերի թղթակից Զարմիկ Պողիկյանը։ Կրակոցների եւ գնդակոծությունների հետևանքով Հալեպի տարբեր շրջաններում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ Բնակչությունը անվտանգության նկատառումներով փակվել է տներում կամ ապաստանել անվտանգ վայրերում։ Ժամը 22:45-ին Սիրիայի բանակը Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ բանակցություններին զուգահեռ հայտարարել է, որ դադարեցնում է կրակը։ Բախումների հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 8-ը։ Զոհերի կամ վիրավորների շրջանում հայեր չկան։ 2025 թվականի մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան եւ սիրիական դեմոկրատական ուժերի գեներալ Մազլում Աբդին ստորագրել էին պատմական համաձայնագիր, որի համաձայն պետք է ապահովի բոլոր սիրիացիների մասնակցությունն ու ներկայացվածությունը երկրի քաղաքական կյանքում, անկախ նրանց կրոնական կամ ազգային պատկանելությունից, իսկ քրդական զինված ուժերը պետք է ինտեգրվեն Սիրիայի բանակի կազմում։ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է իր ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Կիրակին նա Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին նշանակել է Գրենլանդիայում իր հատուկ բանագնաց, ինչը քննադատության էր արժանացել Դանիայի եւ Գրենլանդիայի կողմից։ Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետները համատեղ հայտարարության մեջ ընդգծել էին, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւս արձագանքել է Թրամփի որոշմանը, հայտարարելով միայն կղզու բնակիչներն ու Դանիան ունեն Գրենլանդիայի կարգավիճակը որոշելու իրավունք։ Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք է։ Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները կհարգեն նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կհարգեն իրենց միջազգային պարտավորությունները, նշել է Կալասը։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին, չբացառելով անգամ այն գրավելու հնարավորությունը։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բժշկական առաքելություն իրականացնող ինքնաթիռը Տեխասի Գալվեստոն քաղաքի մոտակայքում վայրեջքի ժամանակ աղետի է ենթարկվել։ Տեխասյան Daily News-ի տվյալով ինքնաթիռը կործանվել է Շոլսի միջազգային օդանավակայանին մոտենալիս խիստ մառախողի եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում։ Ինքնաթիռում եղել է 8 մարդ, 2 օդաչու եւ 6 ուղևոր, այդ թվում 1 երեխա։ Նրանցից 5-ը զոհվել է, 2-ը ողջ է, 1 ուղևոր անհետ կորած է։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Գալվեստոնի ծոցում։ Դավիթ Մուրադյան, լուրեր։